Բարի երեկո, հարգելի հայրենակիցներ, ես այս ժամին որոշեցի ձեզ տեղեկատվություն հայտնել այն դեպքի հետ կապված, որը տեղի է ունեցել այսօր Արմավիր քրեակատարողական հիմնարկում։ Ուրեմն ես գնացել էի Արմավիր քրեակատարողական հիմնարկ տեսակցելու իմ պաշտպանյալ Սպարտակ Ղուկասյանի հետ։ Այդ տեսակցությունը մինչև կազմակերպելը որոշ պրոցեդուրաներ կան, որը անցկացնում են քրեակատարողական ծառայության աշխատակիցները կապված անձի ինքնության ստուգման, ով է, ինչ նպատակով է այցելում, ներկայացրեցի, որ ես փաստաբան եմ, արտոնագիրը ներկայացրեցի, անձահաստատող փաստաթուղթը ներկայացրեցի, եւ քանի որ այնտեղ այդ իրենց պահարանները չեն փակվում եւ չեն բացվում, այսինքն հնարավոր չէ պահարաններում պահել քո անձնական իրերը, այդ իսկ պատճառով հեռախոսների հետ կապված ասեցին հեռախոսները պետք է թողել, թողեցի։ Հետագայում արդեն երբ տեսակցեցի պարոն Ղուկասյանին, պարզվեց, որ Ղուկասյանին տեսակցելուց հետո, Սպարտակին տեսակցելուց հետո շուրջ 1.5 ժամ, 2 ժամ է տևել մեր տեսակցությունը, իդեպ տեսակցությունը չէին կազմակերպել կոնֆիդենցիալ պայմաններում, չնայած նրան, որ մենք խնդիր չունեինք, այնտեղ կամերա էր տեղադրված, բաց էր, ամեն ինչ տեսանելի էր, մենք այդ խնդիրը չունեինք, խոսել ենք շուրջ 2 ժամ, մեր հարցերն ենք պարզել ընդհանուր առմամբ այդ շինցու մեղադրանքի հետ կապված եւ այլն։ Եվ դրանից հետո ես հրաժեշտ տվեցի պարոն Ղուկասյանին, Սպարտակին հրաժեշտ տվեցի, պարզվեց դրանից հետո ինչ որ մի սևազգեստ, ոչ ծառայողական հագուստով անձ մոտենում է ինձ եւ ասում է տիկին Փոստանջյան մի հատ կգաք, մենք հարցեր ունենք, ասացի խնդրեմ ինչ հարցեր են առաջացել, բա մենք պետք է ինչ որ արձանագրություն կազմենք, կապված ձեր հեռախոսի հետ, ինչ որ հեռախոս է, արգելված իր է եւ այլն, ասացի ինչ, եթե ինչ որ հարցեր ունեք, ինչ որ արձանագրություններ ունեք կազմելու, խնդրեմ կազմեք, ես գնում եմ, խնդրում եմ ինձ տրամադրեք իմ այն իրերը, որը ես թողել եմ անցակետում, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, մնացածը դուք ձեր գործն է, ինչ ուզում եք կազմեք, եթե ինչ որ բաներ ունեք կազմելու, ես հետագայում ձեր այդ կազմածը կգտնեմ, որ ճիշտ չէ, կբողոքարկեմ։ Այսպիսի տոնայնությամբ մենք միմյանց հրաժեշտ տվեցինք, ես դուրս եկա, մեկը պարզվում է, որ ինձ չեն վերադարձնում իմ հեռախոսը։ Ինչու չեն վերադարձնում, գալիս է ինչ որ մի ագրեսիվ պահվածքով տղամարդ, որը հագնված չէ համազգեստ, այսինքն չի կրում համազգեստ, այլ ինչ որ սևազգեստ մի տղամարդ է, ես հրապարակել եմ այդ տեսանյութը եւ այդ տեսանյութից դուք կարող եք նաեւ պարզել թե ով է այդ տղամարդը, միգուցե կալանավոր էր այդպիսի ագրեսիվ պահվածքով ինձ մոտեցել, արդեն իսկ դատապարտյալ կալանավոր էր, միգուցե իրենց կիլերներից էին, միգուցե, ես չգիտեմ ով էր այդ անձը, բավականին ագրեսիվ տոնով ինձ մոտեցավ եւ ինձ պահանջներ էր ներկայացնում, որը իհարկե ոչ իրավաչափ էին, ոչ օրինական, եւ դուք տեսել եք այդ տեսանյութը, հիմա քանի որ մինչ այդ ես 1 օր առաջ նախորդ օրը դիմել էի համապատասխան ատյաններին, համապատասխան պաշտոնյաներին, դիմել էի մեր փաստաբանների պալատի նախագահին, այդ թվում նաև մարդու իրավունքների պաշտպանին, այդ թվում նաև գլխավոր դատախազին, որ կապված իմ պաշտպանյալների իրավունքները ներկայացնելու հետ քրեակատարողական հիմնարկները, որտեղ պահվում են իմ պաշտպանյալները, ստեղծում են արհեստական խոչընդոտներ, խաթարում են ընդհանուր առմամբ արդարադատության բուն էությունը եւ խոչընդոտներ ստեղծելով թույլ չեն տալիս, որպեսզի ես իրականացնեմ իմ պաշտպանական իրավունքը, իմ պարտականությունները իմ պաշտպանյալների նկատմամբ։ Եվ պարզվեց, որ օրինակ Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկում, երբ ես պարոն Վարդան Ղուկասյանին փոխանցում էի համապատասխան նյութեր, կապված նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու հետ,
Պարզվեց, որ դրանք այդ նյութերը ենթարկվում են գրաքննության, եւ ինչ որ մեկը որոշում է, որ այդ նյութերը իրավունք չունեմ ես փոխանցել պարոն Վարդան Ղուկասյանին, քանի որ իրենք գտնում են, որ կարող է այդ նյութերը իրենց մեջ պարունակեն արգելված ինչ որ նյութեր։ Հիմա նույնը այսօր այս արմավիր քրեակատարողական հիմնարկում էր։ Պարզվեց, որ ինձ ներկայացվել է ինչ որ մի մեղադրանք, որ ես արգելված ինչ որ բան եմ փորձել տանել քրեակատարողական հիմնարկ։ Հիմա սա արդեն ունի շարունակական բնույթ եւ ունի բավականին երկար վաղեմություն։ Այդ երկար վաղեմության մասին ես նույնպես պետք է այս բանին խոսեմ, որովհետեւ քրեակատարողական ծառայության պետ Տիկին Ծովինար Թադևոսյանը շատ էր վրդովվել, օրինակ, որ ես ներկայացնում էի փոքրիկ մանկիկի 8 ամսյա Ջուլիայի իրավունքները եւ նրա մայրիկի Լիաննա Հարությունյանի իրավունքները եւ բողոքներ էին ներկայացնում նրանց պահման պայմաններից Աբովյան քրեակատարողական հիմնարկում եւ իմ նկատմամբ բողոք էին ներկայացրել, որպեսզի իմ նկատմամբ հարուցվեր կարգապահական վարույթ Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատի կողմից։ Հիմա այս վաղեմության մասին ինչու եմ խոսում, որովհետև հասկանում եմ, որ իրենց դուր չի գալիս, երբ բարձրաձայնվում են կալանավորների եւ նրանց պաշտպանների կողմից այն խայտառակ պայմանները, որտեղ պահվում են կալանավոր անձինք։ Սկսած 8 ամսական երեխայից, նրա մայրիկից, կանանցից եւ ծայրահեղ հիվանդություններով տառապող անձանց այդ կալանավորման պայմանների մասին ես բարձրաձայնում եմ, բողոքներ եմ գրում եւ դա իրենց դուր չի գալիս։ Հիմա Տիկին Ծովինար Թադևոսյան, Տիկին Սրբուհի Գալան, ինձ կարող եք բացատրել, այդ սև շորերով, այդ սև տեսքով, այդ ամբողջ սևության մեջ, այդ սևը ով էր, որ ինձ ներկայացնում էր ապօրինի պահանջներ եւ դեռ ավելին այդպիսի ագրեսիվ տոնով ինձ հետ խոսում էր, որտեղ ձեր կողմից ղեկավարվող արմավիր քրեակատարողական հիմնարկում։ Խնդրում եմ պարզել այդ անձի ինքնությունը եւ ինչու էր այդ անձը շուրջ 2 ժամ իմ պաշտպանյալի հետ տեսակցելուց հետո ինձ հետ այդպիսի ագրեսիվ տոնով խոսում եւ ինձ ներկայացնում ոչ իրավաչափ պահանջներ։ Ով էր դա այդ քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալ էր, միգուցե դա այն կիլերներից է, որ պարբերաբար բաց են թողում, մարդ են սպանում, հետո էլի հետ են տանում, միգուցե, ես այդպիսի կասկածներ ունեմ, որովհետև նման դեպքի հետ նույնպես առնչվել եմ, կապված իմ ամուսնու մեքենայի պայթեցման հետ, իմ բնակության վայրում, այսինքն Բաքում, այսինքն մեր համար սա նորություն չէ։ Հիմա հաջորդ հարցը կապված այն հանգամանքի հետ, որ դուք ինձ նկատմամբ բողոքներ եք ներկայացրել, ես էլ ձեզ եմ ներկայացրել բողոքներ։ Մինչև այս պահը դուք չեք պատասխանել, թե որ հիմքով է իմ պաշտպանյալներին փոխանցվող իմ կողմից փաստաթղթային նյութերը ձեր կողմից գրաքննության ենթարկվում եւ դուք ինչ իրավունքով կարող եք այդ նյութերին գնահատական տալ ձեր մեկնաբանություններով։ Դուք այդպիսի իրավունքներ ունեք։ Ես գիտեմ, որ դուք չունեք։ Ես շատ լավ գիտեմ օրենսդրությունը եւ ազգային եւ միջազգային։ Եթե դուք չգիտեք, կարող եմ ձեր համար դասընթացներ կազմակերպել։ Իսկ եթե դուք գիտեք եւ դա անում եք դիտավորյալ, դա նշանակում է դուք ինքներդ մասնակցում եք հանցագործություններին, հանցագործություն, որը կապված է մարդու հիմնարար իրավունքի իրացման հետ, արդար դատաքննության իրացման պահանջի հետ։ Դուք փաստորեն խախտում եք մարդու արդար դատաքննության իրավունքը։ Ես այլ կերպ այս ամենը չեմ կարող մեկնաբանել։ Հիմա խոսքս ուղղում եմ մարդու իրավունքների պաշտպանին։ Բազմիցս քրեակատարողական ծառայությունները փորձ են կատարում ոչ միայն խախտել անմիջականորեն, այսինքն խախտում են իմ պաշտպանյալների իրավունքները
եւ զուգորդված արդեն իսկ խախտում են իմ իրավունքները այս տեսակի բռնաճնշումներ իրականացնելով, որոնցից մեկն էլ հերթականը այսօրվա Արմավիր քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցածներ։ Այսինքն Արմավիր քրեակատարողական հիմնարկում կարող է ինչ-որ մեկը ոչ համազգեստով, ոչ ներկայանալով, ոչ, չգիտեմ, դա ով էր այդ սևը, այդ սև հագուստով, սև տեսքով եւ սև հաղորդակցությամբ անձնավորությունը մոտենալ պաշտպանին եւ պաշտպանին նույնիսկ սպառնալ, դեռ բացի այդ, նույնիսկ ասել, որ դուք այստեղ ինչ-որ անօրինականություն եք իրականացնում, ով է այդ անձնավորությունը։ Իդեպ, ասեմ, դրանից հետո, երբ այդ տեսանյութը դուք կտեսնեք հիմա, վերլուծեք, դրանից հետո ես լքեցի Արմավիր քրեակատարողական հիմնարկը եւ արդեն իսկ ճանապարհին ինձ զանգահարում են, այդ թվում նաև հավանաբար քրեակատարողական ծառայությունից, որովհետև այդ 060 համարով էր զանգը, ես զանգերը բոլորը պահել եմ եւ ասում են դուք եկեք վերցրեք ձեր հեռախոսը, ես ասացի, որ այլևս դուք այդ ժամանակը կորցրել եք, քանի որ դուք թույլ եք տվել ապօրինություն եւ այդ ապօրինության մասին համապատասխանատյաններին ես զեկուցել եմ եւ այդ արձանագրությունները ձեր ապօրինությունների մասին կկազմվեն այնտեղ։ Մինչև հիմա այս պահի դրությամբ իմ հեռախոսը գտնվում է Արմավիր քրեակատարողական հիմնարկում։ Հենց այն տեղում, որտեղ հանձնվում է մեր արտոնագիրը, այսինքն այն փաստաթղթերը, որով մեզ թույլատրվում է մուտք գործել քրեակատարողական հիմնարկ։ Ես պահանջում եմ, որպեսզի անհրատապ այդ սևազգեստը, որ թույլ չտվեց, որ ինձ հետ վերադարձնեն իմ հեռախոսը, այդ սևազգեստը ընդունի իր մեղքը, ներողություն խնդրի ինձանից եւ հետ վերադարձնեն անմիջապես իմ հեռախոսը, որը այս պահին արդեն ժամեր շարունակ գտնվում է ապօրինաբար այն անձանց տիրապետության, օգտագործման, տնօրինության ներքո, որոնք հնարավորություն ունեն մուտք գործելու իմ հեռախոսի մեջ եւ այնտեղից ստանալու տարբեր տեսակի տեղեկատվություն։ Ես այդ մասին հայտնեցի նաեւ այդ տեսանյութում տվյալ անձանց, բայց նրանց համար դա միևնույն էր, որովհետև ես կարծում եմ նրանք կատարում էին պատվեր։ Հիմա տիկին մարդու իրավունքների պաշտպան, դուք տեղյակ եք, որ այդ Արմավիր քրեակատարողական հիմնարկում ընդամենը մեկ շաբաթ առաջ, շուրջ մեկ շաբաթ առաջ, մի ծայրահեղ հիվանդ կալանավոր մահացավ, մինչդեռ այդ ծայրահեղ հիվանդ կալանավորին պետք է պարտավորեին բուժեին, իսկ բացի այդ պարտավորեին նաև ազատեին կալանքից, որպեսզի նա չմահանար քրեակատարողական հիմնարկում։ Տիկին մարդու իրավունքների պաշտպան, ես ձեզ բազմաթիվ անգամ դիմել եմ, այդ թվում նաև 2 օր առաջ կապված Վարդան Ղուկասյանի հետ տեսակցելու խնդիրների հետ կապված։ Դուք տեղյակ եք իմ պաշտպանյալ Վարդան Ղուկասյանը ինչպիսի խցային պայմաններում է պահվում, ինչպիսի անմարդկային պայմաններում է պահվում, եւ եթե դուք տեղյակ եք եւ դա դուք հանդուրժում եք, ես կարող եմ հասկանալ, որ դուք նույնպես համագործակցում եք ոչ միայն ապօրինի մեղադրանքներ առաջադրողների հետ, այլ նաեւ անմարդկային նվաստացուցիչ, մարդու արժանապատվությունը նվաստացնող այդպիսի վարքագիծ դրսևորող անձանց հետ։ Այլ կերպ ես չեմ կարող սա մեկնաբանել, որովհետև այլ կերպ չի մեկնաբանվում այն ամբողջ ընթացքը, իրադարձությունները, որոնք կապված էին թե այն փոքրիկի 8-ամսյա փոքրիկի հետ, ում կալանավորել էին եւ պահել էին Աբովյան քրեակատարողական հիմնարկում, եւ նաեւ պարոն Սամվելյանի հետ, ով ծայրահեղ հիվանդ լինելով պահվում էր տարբեր անհարիր, անմարդկային պայմաններում եւ մինչեւ չեղավ մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը, որից դուք որոշ չափով
փորձեցիք կաշկանդվել եւ ազատեցիք պարոն Սամվելյանին։ Հիմա ես այլ կերպ չեմ կարող մեկնաբանել ձեր վարքագիծը։ Ես բոլոր տեղերը դիմելու եմ, այնպես չէ որ չեմ դիմելու, այնպես չէ որ այսօրվա այս բռնաճնշումը, որը բանեցվեց իմ նկատմամբ ինչ որ կերպ ինձ կաշկանդելու է, բայց ես հայտարարում եմ, որ սա ունի երկարատև արդեն ընթացք, ունի վաղեմություն եւ այսօրվա այս բռնաճնշումը այդ ընթացքի եւ վաղեմության եւս մեկ դրվագ էր։ Եվ այս եւս մեկ դրվագը, այդ սևի կողմից, ով ապօրինություններ էր իրականացնում եւ մինչ այս պահը, իհարկե դրանից հետո մի քանի անգամ զանգահարել եւ ասել են եկեք վերցրեք ձեր հեռախոսը, բայց ես ասել եմ, որ դուք այդ հեռախոսը ինքներդ պետք է բերեք, ինձ հետ վերադարձնեք եւ այդ ձեր ապօրինության համար դուք պետք է կանչվեք պատասխանատվության։ Սա է այս պահի իմ եթերի, այսպես ասած, նպատակը եւ ուզում եի ձեզ հայտնեի, որ սա է տեղի ունեցել հարգելի հայրենակից, այսինքն դուք գնալ լինելով պաշտպան, փաստաբան, գնալ քրեակատարողական հիմնարկ եւ իմանալ ապօրինությունների մասին եւ իմանում եք եւ բարձրաձայնում եք, ապա ձեր նկատմամբ կարող են լինել նման ոտնձգություններ։ Բայց գիտեք, ես այն պաշտպաններից չեմ, որը կլռի կամ համակերպվի այն ամենի հետ, ինչ որ կատարվում է այսօր Հայաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներում։ Իդեպ ասեմ, որ քրեակատարողական հիմնարկներում նախնական կալանքի տակ գտնվող քաղաքացիները ավելի շատ են, քան դատապարտյալները։ Այսինքն իրական դատարաններով անցած, վերջնական դատական ակտով դատապարտված անձինք ավելի քիչ են, քան նախնական կալանքի տակ գտնվողները։ Այսինքն ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության անունից մարդկանց պատժում են նախապես, ինչու, որպեսզի այդ մարդկանց ահաբեկեն։ Քիչ է, որ այդ մարդկանց են պատժում, նաև նրանց պաշտպանողներին, նրանց հիմնարար իրավունքը ունենալ պաշտպանվել օրենքի սահմաններում պաշտպանի միջոցով, իրենց ընտրած պաշտպանի միջոցով, հիմա սա էլ են փորձում խոչընդոտել։ Սա է այս գործող իշխանության պատկերը։ Տիկին Սրբույր Գալյան, տիկին Ծովին Արտադևոսյան, այս ուղերձը, այս եթերը նաև ձեր համար էր, նենց որ նայեք այս ուղերձը, այս եթերը, կարգի հրավիրեք ձեր կողմից ղեկավարվող քրեակատարողական հիմնարկներում տեղի ունեցող անձանց, այդ թվում նաև վերացրեք այն խայտառակությունը, որը արկա է այսօր Հայաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներում։ Իդեպ ասեմ, ապօրինությունների, բոլոր այն հանցագործությունների համար, որը կատարվել են այս տարիների ընթացքում, բոլոր մարդիկ վաղ թե ուշ գալու են, ենթարկվելու են պատասխանատվության, արդար դատարանի կողմից, արդարադատության բոլոր կանոններով եւ հայտնվելու են այդ տեսակի քրեակատարողական հիմնարկում, քանի շուտ է, կարգի հրավիրեք քրեակատարողական հիմնարկները, որովհետև շատ մոտ ապագայում հնարավոր է դուք էլ նույնպես լինեք այդ քրեակատարողական հիմնարկի բնակիչները։ Այսքանը, ստեսություն։